Ես միացրեցի ձայնագրությունը արդեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղես նստեք սիրելիներ Տերը թող օրհնի բոլորիս խաղաղության մեջ պահի որ ամեն անգամ մեզ առիթ է տալիս Աստծո խոսքը սերտելու, Աստծո խոսքը ավելի խորքերը իմանալու եւ կարողանալ ճշմարտությանը հասու լինելու։ Մենք այսօր շարունակելու ենք երրորդ գլուխը եւ պիտի ավարտենք այսօր 9-ից 13 համարները պիտի սերտենք։ Մենք անցյալ անգամին առաջին 8 համարների մեջ տեսանք եւ լսեցինք թե ինչպես Պողոս Արաքյալը բանտից այս նամակը գիտենք որ բանտից էր գրում եւ ինչպես էր նկարագրում թե ինչպես ինքը կոչված հեթանոսներ Արաքյալը լինելու, ինչպես էր ընտրված Աստծո տնտեսությունը վարելու եւ ինքը կոչված էր Աստծո խոսքը, հատկապես Աստծո փրկության ծրագիրը, խորհուրդը մեզ բացատրելու համար։ Այսօր նաեւ դրա հետ մեկտեղ նաեւ պիտի լուսավորի մեզ, որպեսզի հասկանանք թե ինչպես եղավ այդ խորհուրդը, որ բացվեց մեզ համար Հիսուս Քրիստոսով, եւ ամենակարևորը վերջում երկու համարների մեջ մեզ հիշեցնում է մեր աղոթելու ձևի մասին, մենք ինչպես պետք է Աստծուն մոտենանք աղոթքով եւ նաեւ բանտից ասում է ուրախ եղեք, ես թեև բանտում եմ, բայց ես ուրախ եմ, ձեզ համար եմ այդ նեղությունները կրում։ Ինչը որ այսօրվա սովորական մարդու համար հասկանալի չէ, ինչպես կարող է մարդը բանտում լինել, ասի ես ուրախ եմ, որ ես բանտում եմ, որովհետեւ ձեզ համար եւ ձեր փառքի համար է, որ բանտում եմ։ Սա նաեւ խոսում է հավատքի ճշմարիտ կենթանի լինելու մասին, որ մարդը, ինչպես մեր բոլոր սուրբերը, նաև նահատակները, իրենք ընտրությունը կատարել են Քրիստոսի փառքի համար, այդ նեղությունները դժվարին ուրախությամբ են գնացել այդ նեղությունները ու դժվարությունը, առանց վախենալու, առանց կասկածելու։ Եվ Պողոս Արաքյալն սա հիշեցնում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ հասկանա, որ հենց այնպես որևէ մեկը առանց հավատքը հասկանալու չէր կարող գնալ բանտում չարչարվել ինչ որ գաղափարի համար։ Գաղափարի համար մարդիկ պատրաստ չեն մեռնելու, բայց ճշմարտության համար մարդիկ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերելու, որպեսզի մյուսները կարողանան ապրել։ Ուրեմն այս կերպ նաև Պողոս Արաքյալը ցույց տվեց յուրաքանչյուր քրիստոնյային կյանքի իմաստը, ինչպես պետք է քրիստոնյան ապրի։ Եվ տեսեք 8-րդ համարը կարդամ նորից, որպեսզի հասկանաք, թե 9 համարը ինչի մասին ենք խոսելու։ Ես, որ հետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրվեց այս շնորհը ավետարանի հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծությունը եւ բոլորին լուսավորելու, որպեսզի գիտենան, թե ինչ այն խորհրդի տնտեսությունը, որ ծածկված էր հավիտենից Աստծո մոտ, որ ստեղծեց ամեն ինչ։ Հասկացաք, ուրեմն 8-ը կարդացի, ինձ տրվեց ավետարանը, եւ լուսավորելու, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ էր այդ խորհուրդը, որ ծածկված էր Աստծո մոտ էր։ Ուրեմն լուսավորելու բոլորին։ Ինչ է նշանակում լուսավորել։ Ուրեմն նախ ցույց տվեց, որ ինքը հեթանոսներ առաքյալներն է, հիմա էլ ցույց պիտի տա, որ ինքը նշանակված է նաև լուսավորելու։ Լուսալ նշանակում է լույս բերել, չէ՞։ Այսինքն այսօրվա այս մեր էլեկտրական հոսանքի լույսի մասին չէ, որ մենք վառում ենք, լուսավորվում ենք, այլ հոգևոր լուսավորության մասին է, որպեսզի մարդը կարողանա հոգևոր լուսավորության միջոցով հասկանալ խորհուրդը ինչի համար է։ Մենք պատարագ ինչպես ենք սկսում, որ շարականն է, չէ՞, խորուրդ, խորին, անհաս եւ անսկիզբ, չէ՞, այսինքն խորուրդ, որի խորքը անհաս է եւ անսկիզբ է եւ մարդկային մտքի համար անհասկանալի խորուրդ է, ինչպես կարող է Աստված մի ծրագիր կազմել, որով բոլոր մարդկանց ուզենա փրկել։
Հիմա մի հարց տամ, Աստված երբ այդ ծրագիրը կազմեց, երբ այդ ծրագիր ունեցավ մարդկանց փրկելու, Ադամի Եվայի մեղանչելուց առաջ, թե հետո։ Առաջ, ապրեք։ Այսինքն Ադամն ու Եվան, երբ որ մեղքը գործեցին, Աստված չասեց, վայ, հələ նստեմ մի հատ ծրագիր գրեմ, տեսնեմ ոնց կարող եմ այս մարդկանց փրկել։ Այսինքն ստեղծագործությունից առաջ, աշխարհի առաջ Աստված ուներ այդ փրկության ծրագիրը։ Գիտեր, որ մարդը մի օր անպայման պիտի սայթակի եւ բոլոր միջոցները ձեռնարկել էր Աստված, որպեսզի կարողանա մարդուն փրկել։ Բոլոր միջոցները սայթակելուց, մեղք գործելուց, դավաճանելուց, ուրանալուց, մատնելուց, անհավատ լինելուց, մինչև վերջին վայրկյանը մարդու կյանքի Աստված հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու փրկություն գտնելու։ Ամենավառ օրինակը խաչված ավազակի օրինակն է, որ իր կյանքի ավանդություն ասում է, որ այդ ժամանակ խաչված ավազակը 28 տարեկան էր։ Այսինքն 28 տարի ինքը մեղքերի մեջ ապրել էր, հանցանքներ էր գործել, գողություն էր արել, մարդը ճողոպրել էր, խուսափել էր պատժից, բայց երբ որ արդեն խաչի վրա էր, հասկացավ, որ սա վերջն է երկավոր կյանքի, բայց երբ որ կարդաց Հիսուսի խաչի գրվածը, սա է թագավորը, դարձավ եւ ասաց Տեր, ինձ էլ հիշիր, երբ որ գաս քո արքայություն, այսինքն ամբողջական զղջում ունեցավ իր կյանքի, հավատաց, որ իր կողքը խաչվածը Հիսուս Քրիստոսն է, փրկիչն է աշխարհի եւ վերջին իր վարքյա մեջ մեկ խոստովանությամբ ինքը փրկություն գտավ։ Ուրեմն այնպես էլ Աստված ամեն օր մեր կյանքի դնում է, որպեսզի մարդը կարողանա լուսավորվի եւ խորհրդի այդ անքննել եւ անհասանելի մեծությունը կարողանա անցնել իր կյանքի մեջ։ Ուրեմն նախքան Հիսուս Քրիստոսը սիրելիներ, այս խորհուրդը արդեն ասացինք ծածկված էր։ Մարդիկ չգիտեին ինչ խորհուրդ է, Աստված ինչ ծրագիր ունի, հատկապես երբ որ մինչև Հիսուս 400 տարի Աստված այլևս դադարեց խոսել մարդկանց հետ, մարդիկ անորոշության մեջ էին։ Նույնն էլ մարդը, երբ որ չի հավատում, ինչեւ հավատքի կյանք չի ապրում, ինքն էլ չի հասկանում իր կյանքի իմաստը, չէ՞։ Մենք ինչքան բան է մեր մեջ փոխվել հավատալուց հետո, ինչքան բաներ ենք սկսել այլ աչքով նայել, հոգևոր աչքերով նայել, որ ինչի համար ենք այսքան չարչարվում, մտահոգվում, հոգսանում, նեղվում, հուսահատվում, ինչի համար, որովհետև գիտենք վերջին խոսքը Աստծուն պիտի պատկանի։ Եվ այս աշխարհում ոչ մի բան նաև չի կարող Աստծո ծրագիրը խախտել։ Ուրեմն մինչև Հիսուս երբ որ ծածկված էր, Աստված ինչ արեց, ուզեց, որ ամեն ինչ, ինչպես առաջին գլխի մեջ հիշում եք, բովանդակվի Քրիստոսի մեջ։ Այսինքն մարդիկ ամեն ինչ կյանքի իմաստը, խորհուրդը, ապրելու, մեր շնչելու անգամ իմաստը հասկանանք, որ միայն Քրիստոսով կարող ենք անել։ Եվ Հիսուս Քրիստոսով մեզ համար բացեց այս ամենը։ Եվ ի՞նչն էր այս միջոցը, որ տվեց, Աստված ուզեց մարդուն նոր մարդ ստեղծել Քրիստոսով, որ կլիներ հոգևոր, բարոյական արժեքներով, այսինքն եկեղեցու մեջ ապրող մարդը։ Նույնն է, որ ասենք նախնական, ինչպես մարդը ապրում էր դրախտում, Ադամն ու Եվան իրենց անմեղությամբ, առաքինություններով, սրբություններով ապրում էին։ Մեղք գործեց մարդը, Ադամից Եվայից հետո որ մարդուն Աստված դրախտից հանեց, մարդու էությունը հնացավ, չէ՞։ Մենք աղոթքի մեջ միշտ ասում ենք, չէ՞, փոխիր մեր ինքնությունը, մեզ հագցրում էր նախկին պատմուճանը, այսինքն մեր անմեղությունը, որ մեղքի պատճառով մենք մերկացանք։ Եվ հիմա Քրիստոսով մենք նորից վերականգնում ենք մեր անմեղությունը, մեր արդարությունը, սրբությունը եւ ինչպես ենք այդ անում Քրիստոսին հավատալու միջոցով։ Առանց Հիսուս Քրիստոսին հավատալու մարդը չի կարող վերականգնել։ Քահանան, պատարագիչ քահանան շորերը ամեն անգամ տեսնում եք, չէ՞, զգեստները։ Այսինքն առաջին բանը, որ քահանան իր վրա հագնում է, սպիտակ շապիկն է հագնում, չէ՞։ Սա արդարության եւ սրբության խորհրդանիշն է, որ մինչև արդարությունը, սրբությունը չհագնես, դու չես կարող մոտենալ Աստծուն։ Երբ որ փորուրարն է գցում իր պարանոցին, դա Աստծո լուծն է վերցնում, այսինքն Աստծո խոսքն է վերցնում, Աստծո կյանքը։ Երբ որ ձեռքերին են կապում վասպանները, ասում է, որ ձեռքերս մաքրությամբ եւ անարատությամբ կարողանան մոտենալ քեզ, առանց մեղքի, այսինքն, երբ որ նաեւ լվանում է ձեռքերը, մինչև վերջին կաթիլ մեղք իր վրայից մաքրում է, խորհրդանիշը, որ նոր մոտենա։ Գոտին կապում է մեջքին, որպեսզի իր հավատքի մեջ չտկարանա, չթուլանա, որ այդ ամենը կարողանա պահել, իր շուրջարը որ գցում է իր վրա, այսինքն Աստծո սպառազինություն է հագնում, իսկ թագը խաչի նշանն է, խաչի զորությամբ ես դու գնում ճակատամարտի սատանայի դեմ։ Ուրեմն տեսեք, այս ամենը յուրաքանչյուր մարդ
ինքը այդ զգեստն է հագնում իր վրա, արդարությունը, սրբությունը, որով Քրիստոս մեզ բերում է դարձնում նոր մարդ եւ այդ փրկությունը մեզ տանում է եկեղեցու միջոցով։ Եվ ամբողջ այս խորհուրդը նաև Պողոս առաքյալի ցույց է տալի, որ եկեղեցու միջոցով մենք պիտի կարողանանք փրկվել։ Եվ սա Հայր Աստծո հավիտենապես նախասահմանված ծրագիրն էր, որ իրագործվեց եւ իրագործվում է Հիսուս Քրիստոսով կամ իր մարմնի հաղորդությամբ եկեղեցու միջոցով։ Եվ տեսեք ինչ է ասում այստեղ առաքյալը, որովհետև ստեղծվածները մեծ ակնկալությամբ սպասում են Աստծո որդիների հայտնությանը, քանի որ ստեղծվածները ունայնությանը հնազանդվեցին, ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստված հնազանդեցրեց նրանց։ Այս հույսով, որ ստեղծվածներն իրենք էլ ազատվեն ապականության ծառայությունից, Աստծո որդիների փառքի ազատությանը հասնելու համար, քանզի գիտենք, որ բոլոր ստեղծվածները հեծեծում են եւ երկնքի ցավի մեջ են մինչեւ այժմ։ Ուրեմն, որպեսզի մարդիկ կարողանան Աստծո որդիների փառքին հասնել։ Եվ տեսեք, ասում է, հեծեծում են մեղքի մեջ մինչև այժմ։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, ինչքան կարևոր է այս հավատքի կյանքը, լուսավորված կյանք ունենալ եւ Աստծո ծրագրին հաղորդակից լինել։ Երբ որ որևէ հաստատություն ինքը ռազմավարություն ունի, իր ծրագիրը գրում է, ըստ այդ ծրագրի է ինքը շարժվում։ Աստծո ծրագիրը իմը հաջորդ համարի մեջ կտեսնենք, որ ծածկված էր անգամ հրեշտակներից, հրեշտակները չգիտեն, հրեշտակները շատ բաներ եկեղեցուց են, այսինքն սովորական մարդկանցից են իմանում։ Այ երբ որ Սուրբ Գիրքը դուրս ուրիշ գրքեր են կարդում, նրանք պատմագրքեր են կարդում, ում մասին է գրված, չէ՞, թագավորների, իշխանների, թագուհիների, զորավարների, քաջերի մասին է, չէ՞, նկարագրված այդ պատմությունները։ Այսինքն նշանավոր ու հայտնի մարդկանց։ Սուրբ Գիրքը երբ որ կարդում ես, ամեն ինչ պարզ ու հասարակ մարդկանց մասին է գրված։ Երբ որ պատմությունը կարդում ես, պատերազմների մասին է, չէ՞, գրված, հաղթանակների, պարտությունների, ժամանակի զենքերի, ով ում հաղթեց, երբ որ Սուրբ Գիրքը կարդում ես, սատանայի պատերազմն ես տեսնում Քրիստոսի հանդեպ եւ հոգեվոր ու մարմնավոր պատերազմ եւ Քրիստոսի հաղթանակն ես տեսնում։ Երբ որ պատմությունը կարդում ես, բոլորը խոսում են խաղաղության պայմանների մասին, բայց երբեք խաղաղություն չկա եւ միայն Քրիստոսով այդ խաղաղության մասին ենք մենք կարդում Սուրբ Գրքի մեջ։ Ուրեմն այս ծրագիրն էր, որ Աստված փորձեց Հիսուս Քրիստոսի միջոցով հասու դարձնել մարդուն, որպեսզի մարդը լուսավորված լինի եւ կարողանա այդ խաղաղության մեջ ապրել։ Տեսեք 10-րդ համարի մեջ արդեն շարունակում է, որպեսզի եկեղեցու միջոցով հայտնի լինի այժմ երկնային իշխանություններին եւ պետություններին Աստծո բազմապատիկ իմաստությունը։ Ուրեմն ո՞րն է Աստծո մտադրությունը, չէ՞, տեսեք, ասում է, որպեսզի եկեղեցու միջոցով այս ամենը Աստծո բազմապատիկ իմաստությունը նաեւ հասնեն լինի իշխանություններին ու պետություններին։ Ուրեմն ինչ իշխանությունների ու պետությունների մասին այստեղ խոսքը։ Հրեշտակների մենք դասեր ունենք, չէ՞, 9 դասեր ունենք՝ հրեշտակներ, հրեշտակապետներ, զորություններ, պետություններ, տերություններ, իշխանություններ, սերոբեներ, քերոբեներ, աթոռներ։ Սրանք հրեշտակների դասերն են, որ երկնքում են։ Պետությունները այստեղ խոսքը չար ոգիների մասին, այսինքն սատանայի հետևորդների մասին։ Գիտեք, հրեշտակների մի մասը, շատ մասը սատանայի հետ, Արուսյակի հետ ցած ընկան երկնքից եւ ստեղծեցին իրենց իշխանությունը, եւ այս աշխարհի իշխանը համարվում սատանան։ Ուրեմն այս բոլորից թաքնված էր Աստծո ծրագիրը։ Պատկերացնում եք, իրենք ամեն օր Աստծո հետ են, բայց ոչինչ չգիտեն Աստծո ծրագրերի մասին։ Ոչ մի բան։ Եվ Աստված այդ ծրագիրը թույլ է տալիս առաքյալների եւ Քրիստոսի հաստատած եկեղեցու միջոցով եւ եկեղեցու միջոցով հասնել լինի այդ ծրագիրը փրկվածների մասին։ Ինչու՞։ Տեսեք, մարդը մեղանչեց, չէ՞։ Մեղք գործեց, Աստծո ստեղծածը քանդեց։ Հրեշտակները ապստամբեցին, ցած ընկան, աշխարհը մեղքով լցվեց։ Եվ ինչ տեղի ունեցավ, այսինքն հրեշտակները չէին հավատում, որ կարող է այս ամենը փոխվել որևէ ձևով, որովհետև չգիտեն, որ կարող է Սուրբ Երրորդության երկրորդ դեմքը որդին Հիսուս Քրիստոսը Աստված մարդանա, գնա մարդկանց մեջ ապրի, չարչարվի, խաչվի, սպանվի, անարգվի, որպեսզի մարդը փրկվի։ Աստված սեր է, չէ՞, մենք այդպես ենք քարոզում։ Սեր է, Աստված սեր է, բայց Աստված նաև ինչ է, արդարություն է, չէ՞։ Հիմա եթե մի քիչ այլ ձևով մտածենք, հիմա մենք հակասության մեջ կմտնենք, չէ՞։ Աստված ինքն իրեն հակասում է, համարդար է, բայց սիրուց դրդված ինքը բերում է մարդկանց փրկության։ Հիսուսով է, որ այս արդարությունը, սերը հաղթվում են եւ
լրացնում են մեկը մյուսին։ Դրա համար Պողոս առաքինը ասում է, եթե մենք նրան թողնենք էլ ուրանանք էլ, Աստված ինքն իրեն չի կարող դավաճանել։ Ուրեմն ինչքան պիտի սիրեր Աստված մեզ, որ մի ծրագիր կազմեր, որ ամեն գնով ինչ էլ մարդ անի, մեղանչի, ես իրեն փրկության հնարավորությունը տամ։ Եվ այդ փրկության հնարավորությունը Հիսուս Քրիստոսով տեղի ունեցավ։ Իր որդուն, իր միածինին զոհաբերեց։ Կա այսօր աշխարհում մի մարդ, որ իր զավակին կզոհաբերի մեղավոր մարդու համար, չէ։ Ոչ մեկն էլ չի փորձի զոհաբերել, որտեղ ամեն մեկս էլ կփորձենք մեր զավակին պահել ու պահպանել։ Բայց Աստված իր զավակին զոհաբերում է մեղավոր մարդկության համար։ Սա անգամ հրեշտակների համար էր անհասկանալի։ Եվ այսօր մեզ համար էլ, շատերի համար էլ հասկանալի չէ, թե լավ ինչքան ես դու սիրում ես մարդկանց, որ պատրաստ ես քո զավակին զոհաբերելու։ Ինչքան դու պիտի սիրես քո ստեղծագործությունը, որ ամեն միջոց ստեղծես այդ մարդկանց փրկության համար։ Եվ սա է, որ կոչվում է Աստծո բազմատեսակ իմաստություն, ինչպես հիմա այստեղ Պողոս առաքյալն ասում է, որպեսզի հրեշտակները, չար հոգիները եւ ամբողջ աշխարհը հասկանա։ Աստված իր այս մտադրությունը ցույց է տալիս եկեղեցու միջոցով եւ ցույց է տալիս երկնքի իշխանություն պետություններին, այսինքն հրեշտակներին ու չար ոգիներին, որ իրենք շատ բան պիտի եկեղեցու միջոց, այսինքն սովորական մարդկանց միջոցով պիտի իմանան ու հասկանան։ Այդ ծրագիրը իրենց համար էլ փակված, իրենք չգիտեն ինչ է Աստծո ծրագիրը։ Եվ աշխարհում ինչ էր որ տեղի ունենում այսօր, որ մարդիկ ասում են աշխարհի վաղճանն է, վերջ, հիմա պիտի ինչ է լինի, հավատացեք, չի կարող Աստծո ծրագիրը փոխվել, եւ աշխարհը միայն Հիսուս Քրիստոսով կարող է փոխվել։ Եվ աշխարհը միայն Հիսուս Քրիստոսով կարող է նորոգվել, այլ ճանապարհ չկա նորոգության համար։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ հաղթանակ է տանում սատանա իշխանության վրա։ Ուրեմն տեսեք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Երկնքի արքայությունից երբ որ մարդը զրկվեց, նաև ինչից զրկվեց, անմահությունից, չէ՞։ Աստված Ադամին եւ Եվային զրկեց անմահությունից եւ դրախտը փակեց։ Եվ հետո ինչ արեց, եկեղեցին որպես տեսանելի դրախտը դրվեց եկեղեցու մեջ, որպեսզի ով որ մտնի եկեղեցու մեջ, իր անմահությունը վերականգնի եւ կարողանա բացել դռներ իր համար երկնքի արքայության մեջ։ Եվ եկեղեցու ավազանն էլ եկեղեցու արգանն է, որտեղից մարդը երկրորդ անգամ է ծնվում։ Ուրեմն եկեղեցին նաև տեսանելի թագավորություն է եւ մեզ համար մայր է կոչված։ Ինչպես որ մայրը մեծ գուրգուրանք ու հոգատարություն իր զավակի հանդեպ, այնպես էլ եկեղեցին այդ գուրգուրանքը եւ մարդու հոգատարությունը կազմակերպում, որպեսզի մարդը հոգեպես փրկվի։ Հայրերից մեկն ասում է, եկեղեցին ասում են նման է Նոյան տապանին, ինչպես որ ասում են Նոյր ընտանիքով մտավ տապանի մեջ եւ ալեկոծությունները, ջրհեղեղը, փոթորիկ եկան, հարվածեցին այդ տապանին, ոչինչ չպատահեց, այնպես էլ մարդը մտնելով եկեղեցու մեջ, հավատալով Հիսուս Քրիստոսին, այս կյանքի բոլոր տեսակի փորձություններ, պատերազմներ, հիվանդություններ, չարություն, ատելություն, ինչ էլ որ գան խփեն մարդուն, մարդը պետք է անվնաս մնա, որովհետև եկեղեցին ինքը նաև խորհրդանիշն է անսասան հավատքի։ Ուրեմն եթե դու այս անսասան հավատքի մեջ ես, քեզ ոչ մի բան չի կարող խաթարել։ Եվ Քրիստոսի մարմինը եւ եկեղեցին միշտ հաղթանակ է տանում չարի նկատմամբ։ Ինչքան էլ հիմա ասեն, որ մարդիկ չարացել են, մարդիկ հեռացել են հավատքից, ճշմարտությունից, մեկ է կա այն քանակը, որ պատկանում են Աստծուն։ Հիշում եք 5 կտակարանի մեջ Մարգարեն ասաց. «Տեր, ինձանից բացի ոչ ոք չմնաց քեզ հավատացող»։ Միայն ինքն էր պայքարում։ Եվ ասում է դեռ ես 7000 հոգի ունեմ, որ ծնկի են իջնում իմ առջև։ Այսինքն այդքան մարդ, որ մենք չենք ճանաչում, չգիտենք։ Կարող է մարդ կա, որ մենք իրեն եկեղեցում չենք տեսնում, բայց ինքը Աստծուն է պատկանում, ինքը սրբակենցաղ կյանքով է ապրում։ Եվ ինչպես որ Աստված նաև Սոդոմ Գոմորի մեջ փնտրում էր 50 հոգի, չէ՞, հիշում եք Աբրահամ աղոթելով իջեցրեց 10 հոգի, ասաց լավ, եթե 10 հոգի գտնեմ, չեմ կործանի այդ քաղաքները։ Թեև գնաց գտավ 4-ին, բայց փրկվեցին 3-ը։ Ուրեմն այս աշխարհի մեջ դեռ այդ 10 հոգիները ապրում են։ Դրանք կլինեն 10,000, 10 միլիոն, 1 միլիոն, 100 միլիոն, չգիտենք ինչքան են, բայց այդ մարդիկ կան այս աշխարհի մեջ, որոնց շնորհիվ նաև այս աշխարհը դեռ կանգուն է մնում։ Այ երբ որ այդ մարդկանց թվականակը պակասի եւ Աստված այլևս սրբությունը չգտնի, այդ ժամանակ մենք կարող ենք արդեն մտածել աշխարհի վաղճանի մասին։ Բայց թե պատերազմները, թե փոթորիկները, թե երկրաշարժը, թե համաճարակները, թե ինչ որ մենք ամեն օր լսում ենք, սա չեն կարող խաթարել Աստծո ծրագիրը։ Աստծո ծրագիրը անխափան ծրագիր է եւ միայն Հիսուս Քրիստոսով է իրագործվում։
Տեսեք ինչ է ասում Մատթոսի ավետարանի մեջ. գոհություն եմ հայտնում քեզ Հայր, որ մեր երկնքի ու Տեր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից ու հայտնեցիր մանուկներին։ Սա Հիսուսի աղոթքն էր Գեթսեմանում, երբ որ Հիսուս աղոթում էր, ինչու է այստեղ իմաստուն ու գիտուններ։ Ուրեմն տեսեք, գիտնականը եւ իմաստությունը դրանք տարբեր բաներ են։ Գիտություն, իմաստություն։ Գիտությունը դու կարող ես կարդալով, ուսումնասիրելով ձեռք բերել, բայց իմաստություն այդպես էլ կարող ես չունենալ։ Ուրեմն իմաստությունը հոգևոր է եւ դրա համար ասում է դու թաքցրեցիր այս աշխարհի գիտուններից եւ հայտնեցիր մանուկներին, այսինքն պարզ սովորական մարդկանց, ովքեր էին դրանք, ձկնորսներին, չէ, այսինքն առաքյալներից ոչ ոք կրթություն չուներ, բացի Պողոս առաքյալից, որ հետո դարձավ 13-րդ առաքյալ։ Բոլորը պարզ մարդիկ էին, բայց իմաստություն են։ Շատ հաճախ մեր կյանքից օրինակը վերցնենք։ Ինչքան կրթված մարդիկ կան, գիտություն ստացած, իրենց ընտանիքում ոչ մի բան նորմալ չի։ Բայց մեկ էլ տրում ես մեկի տունը, որ պարզ դպրոցն էլ նորմալ չի ավարտել, ինչքան սեր ու խաղաղություն կա։ Չէ՞, այդպես է, չէ՞։ Ուրեմն տեսեք, գիտելիքը չէ, որ մարդուն իմաստուն է դարձնում։ Դու կարող ես շատ գիտելիք ունենալ, բայց չկարողանալ օգտագործել ճիշտ։ Շատ գրքեր կարդացած լինես, բայց քո ընտանեկան կյանք անգամ չկարողանաս ճիշտ կազմակերպել։ Բայց կարող է դու ոչինչ էլ կարդացած չլինես, քո աղոթքով, քո հոգևոր արժեքներով այնպիսի տնտեսություն ընտանեկան ստեղծես, որ մարդիկ նայեն ու զարմանան։ Թե ո՞նց է այս մարդը։ Դրա համար շատ հաճախ երբեմն տեսնում եմ հոգեբաններ են խոսում ընտանեկան կյանքի մասին, իրենք բաժանված են։ Ամուսին չունի կամ կին չունի եւ ինքը խոսում է ընտանեկան գեղեցիկ կյանքից։ Ինքը չունի, բայց տեսեք ինքը ունի ծրագիրը, ինքը ունի միջոցներ ուրիշներին սովորեցնել, բայց ինքը չի կարողանում դա իր կյանքի մեջ կիրառել։ Ինչպես որ մենք հավատացյալներս կարող ենք շատ գեղեցիկ բաներ խոսել Աստծո մասին, պատմել Աստծո սիրո մասին, Աստծո մեծության մասին, բայց մենք չապրենք։ Մարդիկ մեզ տեսնեն ու գայթակղվեն։ Սա էլ մեր կյանքի մեջ հնարավոր է, սիրելիներ։ Դրա համար Հիսուս ասում է. գոհանում եմ քեզանից Տեր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ հայտնեցիր մանուկներին, այսինքն պարզ հասարակ մարդկանց։ Եվ սա ինչպես է տևնում եկեղեցու մեջ, չէ՞։ Պարզ հասարակ մարդիկ միշտ եկեղեցու մեջ են։ Իմաստուններ ու գիտնականների մեծ մասը եկեղեցի չեն գնում, որովհետեւ իրենց գիտելիքով նաեւ դառնում են անհավատներ եւ սկսում են Աստծուն կասկածել, Աստծո գոյության դեմ խոսել, Աստծո արդարության, սրբության դեմ սխալ բաներ քարոզել եւ գայթակղության պատճառ դառնալ։ Եվ մյուսը, տեսեք, ասում է, Աստծո համար մարդ փրկելը պարզ բան չէ։ Սա ամենադժվար բանն է Աստծո համար։ Եթե պարզ լիներ մարդու փրկությունը, Հիսուս չպիտի գար աշխարհ, չէ՞։ Եթե շատ պարզ լիներ, պիտի չկարողանար։ Սա միակ տեղն է, որ Աստված օգնության կարիք ունի։ Միակ տեղն է, որ Աստված մարդու օգնության կարիք ունի, որովհետև մարդը ինքը պետք է ցանկանա փրկվել։ Եթե ինքը չցանկացավ, ոչ ոք չի կարող իրեն փրկել։ Աստված, տեսեք, իր համար սա պարզ բան չէ։ Չի կարող։ Հիսուսը գա, ինչքան էլ ապրի մեր մեջ, հիմա էլ որ գա, շատերը չեն հավատալ։ Ինչպես որ այն ժամանակ։ Ինչքան մարդեր հավատում Հիսուսին։ 12 առաքյալներն էին, մի խումբ կանայք էին, 72 աշակերտներ, մի քանի մարդ։ Իսկ երբ որ Հիսուս խաչվեց, կողքը մնաց մայրը եւ Հովհաննես առաքյալը, բոլորը փախան։ Տեսեք, սա միակ տեղն է, սա շատ դժվար գործ է մարդու փրկությունը, սիրելիներ։ Աստված ամեն օր մեր մանկությունից սկսած մեզ համար հնարավորություն է ստեղծում փրկվելու համար, բայց մենք միշտ կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար մերժում ենք հետոյի համար, որ հետո կանեմ այս բանը։ Ասում ես մի արա այս մեղքը, ասում է կանեմ, բայց հետո կթողնեմ, հիմա երիտասարդ եմ։ Օրինակ երիտասարդը այսպես ասում է, մեծանամ կաղոթեմ, բայց ով երաշխիք ունի, որ ինքը պիտի մեծանա, հասուն դառնա, որ ինքը նոր աղոթի։ Մենք երաշխիք չունենք։ Սա է նաև պատճառներից մեկը, որ մենք երեխային 8-րդ օրը կնքում ենք, որտեղ մենք չգիտենք քանի օր կապրենք։ Իսկ առանց մկրտության Հիսուսն է, ով որ վերստին չծնվի ջրից եւ հոգուց, չի կարող մտնել երկնքի արքայություն։ Մենք ապահովում ենք իր փրկությունը, որտեղ չգիտենք, թե հետո ինքը կմեծանա, ինչքան կմեծանա, ինչքանի տարի կապրի, ինքը ինչպես կմտածի իր փրկության մասին, դա արդեն իր ծնողների եւ կնքավոր պարտականությունն է, բայց մարդու փրկությունը մենք ծնված օրից ապահովում ենք, որովհետեւ մեր ամեն օրը հաշվված է եւ հենց այսօր այդ փրկության օրը, վաղը չէ։ Մենք չենք կարող հետաձգել ամեն օր ասել, վայ ժամանակ չունեմ, հնարավորություն չունեմ, չեմ հասցնում, չէ, ունենք այդ հնարավորությունը, պարզապես
Մենք սովոր ենք, վարժված ենք, մեր մարմինը միշտ մեր հոգու հակառակն է ուզում։ Երբ որ հոգին ուզում է աղոթել, մարմինը ցանկություններ է ունենում։ Երբ որ հոգին ուզում է խաղաղվել, մարմինը այլ բան է ուզում։ Մեծերից մեկն ասում է կան պահեր, ասում է, երբ որ մարմինը ինչ դիրքում էլ որ լինի, միևնույն է հոգին ծնկաչոք աղոթում է։ Պարկած ես, քայլում ես, նստած ես, բայց քո հոգին քո ներսում քեզ համար ծնկաչոք աղոթում է։ Դրա համար մարմինը միշտ հակառակն է, երբ որ մի գեղեցիկ փոքրիկ կարճամետրաժ ֆիլմ կա, կոչվում է այսպես ինտերվյու с դիավոլом, հարցազրույց սատանայի հետ։ Երբ որ լրագրողը հարցնում է, ասում է, որ դու այդքան ամենակարող ես, ամեն ինչ կա մի բան, որ վախենում ես, ասում է նախ վախենում եմ որդուց, Հիսուս Քրիստոսից։ Երկրորդ ասում է, չեմ կարողանում տանել երջանիկ ընտանիքները, աղոթող երկրպագող մարդկանց, սրբության մեջ ապրող մարդկանց, չեմ հանդուրժում այդպիսի մարդ, որտեղ ասում է դրանք ինձ շատ են խանգարում։ Տեսեք, այ երբ որ դու ուզում ես աղոթել, խանգարում ես արդեն իրեն, եւ ինքը սկսում է քո դեմ պատերազմ ու ճակատամարտ հրահրել։ Քո դեմ սկսում է այլ բաներ։ Լինում է չէ, որ երբեմն մենք ծնկած աղոթում ենք, բայց մեր մտքով մեկ հետ կռվում ենք։ Ինչ որ մի բան ենք հիշել, լեզուները մեր աղոթում են, բայց մեր մտքով այդ մարդու հետ վիճաբանության մեջ են։ Ուրեմն սա ամեն կերպ չար օգտագործում է, որպեսզի այդ փրկությունը մարդու համար հնարավոր չլինի։ Եվ տեսեք Տիմոթեոս աշակերտն ուղղած նամակի մեջ ինչ ասում Հիսուս, եւ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում եւ երկինք վերացավ փառքով։ Ուրեմն տեսեք, սա Հիսուսի նկարագիրն է, ինչպես երևաց Աստված հանձն առավ մարդանալու, մարդկանց մեջ ապրելու։ Աստված որևէ տեղ, երբ որ կարդակ, մի օր քրիստոնյան եւ բրահմայականը, որ հնդկական այդ կրոններից մեկի հետևորդներն են, զրուցում են իրար հետ, ասում է, գիտես, ասում է, երբ որ կարդացի քրիստոնեության մասին, շատ նմանություններ գտա, շատ նման էր, ասում է, բայց մի բան պակասում էր, ասում է, ինչ է, ասում է, փրկիչը, մենք փրկիչ չունենք, որովհետև որևէ տեղ չենք տեսնի, որ Աստված երկնքից իջել է, մարդացել է, մարդկանց մեջ ապրել է, մարդուն փրկելու համար։ Ցույց է տվել ճանապարհը։ Դրա համար մենք միշտ ասում ենք, որ քրիստոնեությունը ապրված կյանք է։ Սա պարզապես վերացական հավատք չէ, ստեղծված հավատք չէ։ Ապրված կյանքն է, ապացույցն է, թե մարդ ինչպես կարող է ապրել։ Եվ Քրիստոս երկնքից իջավ, մարդացավ, այդ խորհուրդը մեզ բացահայտեց, թե Աստված ինչ ծրագիր, ինչ նպատակ ունի մարդու հետ, ինչ է ուզում, որ մարդը լինի։ Այսօր մեկը ինձ հարց էր գրել, որ ինչու է Հիսուս նյութը լսել էր, որ խաչը վերցրու եւ արի իմ ետևից։ Այսինքն Հիսուս ուզում է, որ մենք չարչարվենք, նեղություն կրենք, ասենք, դե սա մեր Աստծո որոշումն է, մենք էլ դիմանանք։ Չէ, Աստված մարդը չարչար չէ։ Աստված մարդուն չի ստեղծել չարչարվելու համար։ Աստված չի ստեղծել մարդուն նեղություն, ցավ պատճառելու։ Աստված մարդուն չի ստեղծել, որ մարդը հիվանդանա, պատերազմ տեսնի, երկրաշարժ տեսնի, հիվանդությունների մեջով անցնի, վերջում էլ մահանա, տանեն իրեն հողի մեջ թաղեն։ Դրա համար չէ մարդու նպատակը։ Մարդու նպատակ այս աշխարհի մեջ Աստծո անունը բարձրացնելն է, փառաբանելն է եւ իր փրկությունը ապահովելն է։ Սա է մարդու կյանքը։ Եվ երեք հարց պիտի տա մարդը իրեն. որտեղից եմ եկել, ինչու եմ եկել եւ ուր պիտի գնամ։ Եթե աշխարհի բոլոր իմաստությունները, կրոնները ստուգեք, ուսումնասիրեք, այս երեք հարցի պատասխանը միայն կարող եք Քրիստոսի մեջ գտնել։ Որտեղից ենք եկել մենք, Աստծուց ենք եկել։ Ինչու ենք եկել, եկել ենք մեր սրբությամբ Աստծո փառաբանություն անել եւ ուր պիտի գնանք, նորից պիտի վերադառնանք Աստծո մոտ։ Սա է քրիստոնյայի անցնելիք ճանապարհ։ Եվ այս ճանապարհի մեջ, ինչպես որ զինվորը ինքը պահպանություն է անում, երբեմն պատերազմում է, երբեմն վիրավորվում է, երբեմն սայթակում է, բայց ինքը միշտ կռվում է հաղթանակի համար, սա տեսանելին է քրիստոնյայի կյանքը։ Մենք պայքարում ենք մեղքի դեմ, որպեսզի մեղքը մեզ վրա իշխանություն չունենա։ Եվ դրա համար այսքան մեծ է մարդու փրկության գործում Աստծո ծրագիրը, որ պարզ գործ չէ մարդուն փրկելը։ Սա շատ դժվար գործընթաց է, որովհետև նույնը պատկերացրեք մեր երեխաներին։ Մի սխալի համար քանի անգամ ենք մենք զգուշացնում, չէ՞ որ մի արա, չի կարելի։ Հաջորդ վարքյան տեսնում եք երեխան նորից նույն սխալը անում է, բայց մենք ինչքան համբերատար ենք, ոչ միայն զգուշացնում ենք, երբեմն ապտակում ենք, երբեմն աղոթում ենք, երբեմն խնդրում ենք, երբեմն լացում ենք, որ մարդը այդ մեղքը թողնի, մինչև որ հասցնենք այն վիճակին, որ մենք ուզում ենք տեսնել։ Ուրեմն Աստված էլ այս ձևով
մեզ հետ ամբողջ մի ճանապարհ է անցնում մեզ փրկելու համար, բայց մեկ պայմանով պիտի հավատաս Հիսուս Քրիստոսին։ Հիշում եք Հիսուս ասում է իմ հոր կամքը սա է, որ հավատաք իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Սա է Աստծո կամքը, որ մենք հավատանք Հիսուս Քրիստոսին։ 11-րդ համարը նրա հավիտենական նախասահմանության համաձայն, որ նա իրագործեց Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն տեսեք, հավիտենական նախասահմանություն այս ծրագիրը։ Հավիտենական, այսինքն միշտ այս ծրագիրը բաց է յուրաքանչյուր մարդու փրկության համար։ Նախասահմանություն այն է, որ Տերը աշխարհի առաջողություն առաջ արդեն ուներ հավիտենական այս ծրագիրը մարդուն փրկելու համար սիրելիներ։ Երբ որ հարցրեցի ինչ է սա նշանակում, որ Ադամից հետո մեղանչութի առաջ արդեն Աստված գիտեր ինչ է անելու մարդը, իր ստեղծած, ինչպես մարդուն ստեղծեց։ Աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք եւ տիրեք այս ամենին։ Մարդը ինչ արեց, աճեց, բազմացավ, բայց տիրելու փոխարեն ստրուկը դարձավ այս ամենին։ Մարդը իշխան էր կարգված աշխարհի վրա, բայց դարձավ ստրուկ։ Եվ ինչ է Աստծո նախասահմանություն այս ծրագիրը, որ պիտի գա ժամանակը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, գայլն ու գառը միասին պիտի արածեն։ Այսինքն այլևս ատելությունը, թշնամությունը չի լինելու ոչ մարդկային կյանքի մեջ, ոչ կենդանական աշխարհի մեջ։ Ինչ է սա նշանակում, որ այս աշխարհում ինչ է լինի սիրելիներ, ինչ էլ պատահի, ինչքան պատերազմների ձայներ լսեք, հիվանդությունների ձայներ լսեք, թշնամություն, ատելություն, սպանության ձայներ լսեք, սա չի կարող Աստծո ծրագիրը խախտել։ Աստծո ծրագիրը անխափան է եւ միայն Հիսուս Քրիստոս կարող իրականացնել։ Ինչ են անում այսօր մարդիկ, չէ՞։ Մարդիկ այսօր գալիս են մեզ շատ հաճախ փրկության ծրագրեր են առաջարկում, որ մենք գնանք իրենց հետևից, որ եթե հետևենք իրենց, մենք մեր կյանքում ամեն ինչ խաղաղ կլինի։ Այդպես չի սիրելիներ։ Այդ ծրագրերը կարող են հարմարավետ լինել, որոշակի ժամանակ մեզ հանգստություն ապահովեն, բայց ոչ երբեք փրկություն։ Հիշում եք նավակի պատմությունը, երբ որ ասում է Հիսուս նավակ մտավ, որ ծով անցնի, ասում այնտեղ շատ նավակներ կային։ Այն շատ նավակներ նստողները չհասան այնտեղ, որովհետև պիտի դու նստես այն նավակի մեջ, որտեղ Հիսուս ինքն է։ Այլ նավակի մեջ եթե նստես, պիտի կործաման գնաս։ Մեծերից մեկն ասում է Սատանան չի կարող դժողքը գրավիչ դարձնել մարդու համար, բայց ասում ենք գրավիչ է դարձնում դժող տանող ճանապարհը։ Ճանապարհն է գրավիչ։ Չէ, որ մենք էլ ճանապարհով գնում ենք, շատ գեղեցիկ ծառներ, ծաղիկներ, հիացած գնում, բայց չգիտենք վերջում այնտեղ ինչ է մեզ սպասում։ Այնպես էլ Սատանան ինքը մեզ այդ ամեն ինչով հրապուրում է, բայց չի ասում հետո ինչ պիտի լինի։ Եվ երբ որ ինչ որ բան մեզ տալիս է, մենք էլ գիտենք, չէ, որ մեկը հենց այնպես մեզ լավություն է անում, հենց այնպես չի անում, չէ, ինչ որ հետո ակնկալիք կա։ Մենք ինչ են հետ, ասում ենք, չէ, չենք ուզում, ինչ է ասում, ասում է, չէ, վերցրա, ոչ մի բան չեմ ուզում, երբ որ պետք լինի մի օր կասեմ։ Բայց երբ որ դու վերցնում ես, արդեն ակամայից դու շնորհակալությամբ ես լցվում այդ մարդու հանդեպ։ Հետո ինքն ինչ որ պահանջում է, մենք աստիպված երբեմն անում ենք, որովհետև ինքը այն ժամանակ, որ մենք նեղության մեջ էինք, ինքը մեզ օգնել է։ Սատանան այս ամենը որ անում է մարդու համար, պայմանը մեկն է, ասում է հոգիդ ինձ պիտի տաս։ Ինքը մեր հոգին է ուզում, ուրիշ բան չէ, մեր մարմին իրեն պետք չէ։ Ինքը իդես մարմինը պիտի գնա։ Ինքը մեր հոգու կարիք ունի, որովհետև հոգին մեզանից վերցնելով ինքը նաև Աստծուն է ցավ պատճառում եւ Աստված մեզ ցավ է զգում յուրաքանչյուր կորսված մարդու համար։ Տեսեք 99 ոչխարին որ թողեց գնաց մեկին գտավ եւ ինչ արեց, մեծ ուրախություն կազմակերպեց, չէ, որովհետեւ մեկ մեղավորի դարձի համար ասում է մեծ ուրախություն պիտի լինի։ Եվ երբ որ գալիս է հովիվը փնտրելու օրինակը, այսինքն գառնուկ ինքն էլ պիտի պատասխանի։ Այսինքն մարդ ինքն էլ պիտի Աստծո ձայնին պատասխանի։ Եթե չպատասխանեց, հովիվը չի կարող իրեն գտնել։ Սա նաև հաջորդ համարի, որ պարզ բան չէ մարդու փրկությունը։ Աստված իր ծրագիր որդու միջոցով է իրագործում եւ միայն Հիսուսով կարելի է այս ծրագրին հասնել, որովհետեւ Հիսուսին հավատալով կարող ես այս հավիտենական ծրագրին մասնակիցը դառնալ փրկություն գնալու համար։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Կորինթացիների նամակի մեջ։ Շատ գեղեցիկ հատված է ասում, քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ։ Տեսեք, Քրիստոսով աշխարհը հաշտվեց Աստծո հետ։
Ինչպես են լինում, չէ՞, մարդկային հարաբերություններ։ Մեկը գնում է իբր падգամավոր խոսում է մյուս կողմից, հետո գալիս է ասում, հետո գալիս են դեմ առ դեմ։ Ուրեմն Աստված մարդկանց ինչ որ մեկը չեկավ Քրիստոս Աստծո մոտ ասելու արի հաշտվի մեզ հետ, այլ Աստված ինք իր որդուն նորից ուղարկեց մարդկանց հաշտեցնելու համար։ Եվ հաշվի չառավ նրանց մեղքերը եւ տվեց մեզ հաշտության խոսքը։ Նաև մոռացավ բոլոր մեր սխալները, բոլոր մեր մեղքերը եւ հաշտության ձեռքը մեկնեց մարդու համար։ Արդ падգամավորներ ենք Քրիստոսի, որպես թե ինքն Աստված մեզանով կոչ ուղեր ձեզ։ Աղաչում ենք հանուն Քրիստոսի, որ հաշտվեք Աստծո հետ, որովհետև նրան, ով մեղքը չէր ճաշակել, չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր դարձրեց, որպեսզի մենք նրանով Աստծո արթաները լինենք։ Ինչքան գեղեցիկ չէ նկարագրված։ Նա որ մեղքը չէր ճաշակել, մեղքը չէր ճանաչում, Աստված նրան մեղավոր դարձրեց, որպեսզի մենք արդար լինենք։ Ինչքան սեր կա դրված, եւ այս ծրագիրը ինչքան գեղեցիկ է մեր կյանքի համար։ Մեկը, որ անմեղ էր, ոչինչ չէր արել, եկավ մեղավոր մարդու մեջ, ապրեց, չարչարվեց, խաչվեց, անարգվեց, եւ հրեշտակները սա երկնքից նայում ու զարմանում էին, ո՞նց կարող է Աստված չարչարվել։ Երբ որ Սատանան Հիսուսին փորձում էր անապատում, Հովան Ոսկեբերյան հայրապետը շատ գեղեցիկ բացատրություն, երբ որ առաջարկեց հաց կեր, ինձ պաշտիր, այս ամենը քեզ կտամ, քեզ ցած գծիր, ասում է հրեշտակները ասենց շունչները պահած սպասում էին, հանկարծ չսայթակի Քրիստոս, որովհետև վերջապես մարդն էր, չէ՞ այնտեղ։ Եվ ասում է, երբ որ Հիսուս հաղթեց, ասում ասես հոգոց հանեցին եւ իջան ներքև, սկսեցին Քրիստոսին սպասավորել։ Ուրեմն շունչները պահած հրեշտակներն էր զարմանում են, թե այսինչ զոհաբերություն է։ Եվ ամեն օր եկեղեցու միջոցով Աստծո ծրագրի մասին նոր բան են իրենք իմանում, թե ինչ ծրագիր ունի Աստված մարդու փրկության համար։ Ուրեմն երբ որ արդարը մեզ, պարզ արդարը չասեմ, լավ, երբ որ մեզ մի փոքրիկ, մի այսպես բուր բրինձ է տալիս, մենք աշխատում ենք կրկնակին հետ վրա դարձնել իրեն։ Բայց երբ որ մեկը մեզ համար իր կյանքն է զոհաբերել, չենք էլ հիշում։ Անկամ այն մարդկանց, ովքեր պատերազմել են մեզ համար, զոհվել են, որ մենք ապրենք, նրանց էլ չենք հիշում։ Ինչու, որովհետև Տիրոջը չենք հիշում, ուր մնաց, որ Աստծուն հիշենք։ Այդ Կիրակի օրվա, որ ասում է ագարակը գնեցին, մեծամտությունը մարդու թույլ չի տալիս տեսնել լույսը, ինչպես Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է, եւ լույսը եկավ աշխարհ, բնակվեց մեր մեջ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Դրա համար է մարդը լույս այսօր ատում։ Դրա համար է ինքը ցերեկը թաքնվում տների մեջ, գիշերը լույսերը վառում, ասում մեղք գործել։ Այսօր գիշերով է մեղք ավելի շատ գործվում, որովհետև գիշերային ակումբները, մյուս բաները, ամենտեղ թմրանյութը, պոռնկությունը, ամեն ինչ գիշերով է, որ մարդիկ չտեսնեն։ Եվ կարծում են, թե այդ լույսերը հանգցրեցին, Աստված չի տեսնում։ Մի օր մի ճգնավոր լսում է, որ մի քաղաքում մի պոռնիկ կին կա, որ ամբողջ քաղաքի տղամարդկանց գայթակղում է։ Մարդիկ ասում են, ամբողջ ունեցվածքը վաճառում են, գնում են մեկ գիշեր դրա մոտ անցկացնելու։ Եվ ասում են, գնամ տեսնեմ ուր է, գալիս է դուռը թակում է, ասում ուզում եմ քո գիշերը գնեմ, մի գիշեր քեզ հետ անցկացնել։ Երբ որ գալիս է, ասում է արի գնանք այս սենյակ, ասում է ինչու, ասում է որ Աստված չտեսնի։ Այս պոռնիկին ասում է Աստված ամենտեղ էլ տեսնում է։ Տեսեք վանական ասում է արի գնանք սենյակ, փակ որ մարդ չտեսնի, Աստված չտեսնի, բայց Աստված ամենտեղ ասում է, բա եթե դու ես գիտակցություն ունես, դու ո՞նց ես այս մեղքերը գործում։ Դու գիտես որ Աստված տեսնում է, բա ինչու ես գործում։ Եվ զղջում է, այդ ամբողջ իր կուտակած հարստությունը այրում է եւ փոխում իր կյանքը։ Այդ մեկ բան որ Աստված տեսնում, ուրեմն մարդ կա որ գիտակցում է որ Աստված տեսնում է, բայց երբեմն ինքը իրեն համոզում է, որ կարող է այս մեկը չտեսնել։ Մի հատ ֆիլմի մեջ մի հետաքրքիր դրվագ կա, ուրեմն ռուս զինվորները մուսուլման մեկի գառներին սպանում են, գալիս է բողոքելու, ասում է, բա երեխաներս ինչ պիտի ուտեն, էլ միշտ չկա որ ուտեն, գնում է այսպես այդ ապխտած միս է բերում խոզի, տուփերով տալիս է, ասում է, բայց սա խոզի միս է, ո՞նց պիտի ուտենք, մենք խոզի միս չենք ուտում, այս զինվորը ջնջում է խոզը, գրում է բանը գառի միս, վերցնում ասում է, կարող է Ալլահը չի էլ տեսնում։ Այսինքն մարդուն երբ որ պետք է ինչ-որ բան անելու,
ինքը հնար ամեն ինչ փորձում է անել եւ ցավոք այսօրվա մարդկանց մեջ էլ կա այս մտայնությունը, որ ինչ էլ որ մենք անենք, մեկ է Աստված մեզ փրկելու է։ Ինչ էլ որ անենք, մի օր Աստված աշկ կփակի մեր, որովհետեւ մենք շատ գործեր ենք արել։ Ես հիշում եմ կանանց գաղութում մի կավատ կնոջ դատեցին 12 տարի, ինձ ասեց Տեր, ես ասք պահող աղջիկ է, ինչի ինձի 12 տարի դատեցին։ Գիտես, ասում էր, քանի աղջկա եմ ամուսնացրել, քանի հոգու ուսման վարձ եմ տվել, քանի հոգու տանտեր եմ դարձրել։ Բայց չէր ասում, ինքը 30-ից 50 աղջիկ տալ էր Դուբայ, մարմնավաճառ էր դարձրել։ Կործանել էր այդ մարդկանց կյանքը։ Եվ ինքն իրեն համարում էր ասք պահող աղջիկ։ Տեսեք մարդու միտքը։ Կամ մի օր էլ մեկն եկավ էլի բանտում, ասեց խոստովանություն ունեմ, նույն գործով էր, կավատի գործով, ասեց մեղք ունեմ։ Ես էլ զարմացած, թե այս աղջիկը զղջացել է, էլի, որ այդքան աղջիկների տալել է մարմնավաճառ է դարձրել, ասում է, գիտես, ասում է, մոլին $200 կաշառք եմ տվել, վրես խիղճից վրա ազդել է։ Մեղք եմ չի արել։ Ուրեմն $200 կաշառք էր տվել, մեղք էր համարում, բայց որ մարմնավաճառությամբ էր զբաղվում կամ զբաղեցնում ուրիշներին, դա մեղք չէր համարում։ Այս սա է, որ մարդը գիտի, որ Աստված տեսնում է, բայց ինքը չի կարողանում ճիշտ գնահատել։ Ինչու, որովհետև մեղքը մարդուն նաև կամազուրկ է դարձնում, սիրելիներ։ Մարդը գիտի նաև, որ դա սխալ է, բայց այդքան էլ քաջություն չունի, համարձակություն չունի, որ այդ մեղքի դեմ պայքարի։ Հիմա հաջորդ համարը հենց դրա մասին է։ 12-րդ համարը։ Մենք էլ համարձակություն եւ արտոնություն ունենք մերձենալու Աստծուն այն վստահությամբ, որ ունենք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Ուրեմն Հիսուսով մենք արդեն համարձակություն ունենք կանգնել Աստծո առջև եւ Աստծո ներկայության մեջ խոսել նրա հետ։ Ամենամեծ հրաշքներից մեկը նաեւ այն է, սիրելիներ, որ մարդը կարող է Աստծո ներկայության մեջ լինել։ Սա մեծագույն հրաշքներից մեկն է։ Հիմա երկու բառ այստեղ օգտագործեց. համարձակություն եւ արտոնություն ունենք, ասում է վստահությամբ մոտենալ։ Ինչ է համարձակությունը, չէ՞։ Համարձակություն ինչն է։ Առանց կասկածելու, առանց վախենալու, առանց երկմտելու, առանց որևէ այլ բանի խոսել կամ գործել, չէ՞։ Այսինքն, երբ որ դու մաքուր ես, մեղք չունես, դու համարձակ կարող ես, չէ՞, խոսել։ Ով է լռում, երբ որ գիտի, որ դիմացինը իր մեղքերի մասին գիտի։ Չէ՞։ Գող սիրտը դող, ահա։ Բայց կարող է դողը չունենաս, բայց համարձակություն էլ չունենա, որովհետև մեղքը քեզ այդ կամազուրկ է դարձնում, սիրելիներ։ Դա հնարավոր է որ լինել։ Եվ այս ամենը ինչ է անում մարդուն։ Մարդուն փոխում է, երբ որ դու աղոթում ես հատկապես, դու հանում ես այդ փոքրությունները քո մեջից եւ համարձակություն, քաջություն ես ունենում։ Համարձակ մարդը երբեք չի վախենում, ինչ կպատահի հետո, ինքը քաջաբար գնում է դրան։ Իսկ վստահությունը ինչ է, սա էլ համարձակ լինելու արդյունքն է։ Վստահ լինելը քո համարձակության արդյունքն է։ Պարզ օրինակ բերեմ, փոքր ժամանակ հեծանիվ քշելը, չէ՞։ Ինչ են անում ծնողը, կամ հետևի ակին երկու հատ փոքր լրացուցիչ ակեր են, որ հավասարությունը պահեր, չէ՞, որ երեխան այդպես սովորեր, կամ իրենք բռնում էին, երեխան քշում էր, չէ՞։ Հետո մի ձեռքն էին թողում, հետո երկու ձեռքը, որ արդեն մենակ էր երեխան քշում հեծանիվ, ինչ էր անում։ Սկզբից ինչ էր, վախենում էր, չէ՞։ Բայց երբ որ ինքը արդեն վստահ համարձակություն էր ինքնուրույն, արդեն վստահություն գալիս էր, ինքը թռնում էր, առույգրով էր թռնում, քարի վրա ամեն ինչ անելու։ Ուրեմն նույնը սա է։ Քրիստոսով մենք այսքան համարձակ ու վստահ ենք դառնում, որովհետև մենք այլևս չենք վախենում, որ կարող է մեղքը մեզ վրա իշխանություն ունենալ։ Եվ սա էլ նաև աղոթելով է, սիրելիներ, առանց աղոթքի տեսեք հնարավորություն չի ունի, ասում է մենք էլ համարձակություն եւ արտոնություն ունենք վստահությամբ կանգնելու Աստծո առջև։ Արտոնություն ենք ստանում։ Մարդը աղոթքով է այդ արտոնագիրը ստանում։ Եվ տեսեք Եբրայեցին նամակի մեջ ինչ է ասում. եղբայրներ, ուրեմն համարձակություն ունենք Հիսուսի արյամ մտնելու սրբարանից ներս, այն նոր ու կենթանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջոցով, որը իր մարմինը։ Արդեն Հիսուսով համարձակություն ունեն։ Երբ որ դու հավատում ես, երբ որ մեկը չէր հավատում, ինքը կարող է վախենալ, վայ իր անցյալից մի բան կհիշի։ Երբ որ դու հավատում ես, դու արդեն բարձրաձայն խոստովանում ես, որ ես էլ ասում եմ, սուտ եմ խոսել, գողացել եմ, խաբել եմ, լիքը փոքրοκություն, որովհետև չեմ հասկացել, չեմ գիտակցել դա ինչ է, որովհետև այս աշխարհը ինչքան էլ որ բարոյական արժեքների մասին խոսում է, բայց
հակառակն է մեզի սովորեցնում եւ հատկապես վախով ապրել այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենը անում ենք ինչի, խաբում ենք, դասում ենք, բա խաբեցի թե չէ կպատժեր։ Տեսեք, խաբեցի, որպեսի հետո մի բան կանեմ, հետո այդ քո սուտի վրա 10 սուտ ես ավելացնում, բայց երբ որ սկսում ես հավատալ, այլևս չես վախենում, որ քո սուտը կբացայի, դու ինքդ գնում ես, ասում ես կներես։ Ներողություն։ Ճեմարանում, երբ որ ես օր եղել դաս չեմ սովորել, դասից առաջ մոտ ասում եմ, պարոն, կներեք, չեմ սովորել։ Այսօր ինձ դաս չհարցնեք։ Նախապես ասել եմ, չեմ ամանչել, բայց որպես հետո սուտ չխոսեմ, ասեմ, հիվանդեի գլուխս ցավում է, լավ է ասես, չեմ սովորել, ծույլ եմ եղել, քանց թե խափես ասես դպրոցում մաման հիվանդ էր, տունը մարդ էր եկել, լույս չկար, չգիտեմ, էս չկար, այն չկար, քեզ արդարացնելու համար։ Դու ինքդ գիտես, որ դիմացինդ էլ գիտի, որ դու իրեն խափում ես։ Պարզապես ժպտում են, բայց հետո էլ չեն հարգում մեզ։ Հետո մեզ չեն վստահում այլևս։ Եթե դու փոքր բանի մեջ անվստահելի ես եղել, դու չես կարող մեծի մեջ վստահելի լինել։ Դրա համար երբ որ դու հավատում ես, դες համարձակություն ունենք, նոր ու կենթանի ճանապարհ մտնել սրբարան, վարագույրի ցանկով։ Հիշում եք դա ինչն էր։ Սրբություն սրբոցն էր, որ տաճարում դրված էր, վարագույրը փակված էր, եւ միայն քահանայապետը տարի 1 անգամ իրավունք ուներ մտնելու, խնկարկելու, աղոթելու իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Եվ երբ որ Հիսուս խաչվեց, հիշում եք, վարագույրը պատրվեց, չէ՞ տաճարի, այսինքն սրբությունը հասանելի դարձավ յուրաքանչյուր մեկին։ Ով հավատա Հիսուս Քրիստոսին, կարող արդեն վարագույրի ցանկով հաղորդությանը մոտենալ, ճաշակել։ Եթե այն ժամանակ մենք քահանայապետն էր մտնում իր ու ժողովրդի մեղքերի համար աղոթելու, հիմա արդեն մենք ինքներս կարող ենք Աստծո ներկայության մեջ կանգնել համարձակությամբ եւ վստահությամբ։ Եվ երկրորդ տեսեք, ասում է, ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։ Այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք, սիրելիներ։ Մարդը միշտ օգնության կարիք ունի։ Չի կարող մարդը երբեք ասել ես օգնության կարիք չունեմ։ Եթե մեկը ֆիզիկական խնդիրներ չունի, կարող է հոգևոր խնդիրներ ունենալ։ Եթե մեկը նյութական խնդիր չունի, ինքը կարող է սիրո պակաս ունենալ, սիրո կարիք ունենալ։ Տարբեր են ամեն մարդ ինչի կարիք ունի։ Եվ դրա համար ասում եմ մոտենանք, որպեսզի կարիք ունենանք։ Եվ տեսեք, եւ Սուրբ գրքում քիչ առաջ որ ասացի, մարդիկ գրում են պատերազմների հաղթանակների մասին, հայրս մեկն ասում է Սուրբ գրքում մենք կարդում ենք մարդև Աստծո միջև եղած ամենամեծ խաղաղության պայմանագրի մասին, որի միջնորդը Հիսուս Քրիստոսն է։ Խաղաղության պայմանագիրը, որ կնքվեց հաշտության խոսքը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսօր որ մենք Հայաստանում բարձրացնում ենք խաղաղության խաչմերուկ, խաղաղության պայմանագիր, չգիտեմ ինչ, դա առանց Քրիստոսի հնարավոր չէ։ Մարդը ինչ էլ ուզում է անել, այդ պայմանագիրը կարող է փաստաթղթի վրա ստորագրվել, բայց երբեք չլիներ, որտեղ եթե ինքը Քրիստոսով հաշտ չէ Աստծո հետ, ուրեմն ինքը հաշտ չէ նաև իր հետ։ Երբ որ մարդ իր ներսում փոթորիկ ունի, ալեկոծություն ունի, խնդիր ունի, ինքը չի կարող դիմացինի հետ խաղաղ ապրել։ Այդ խաղաղությունը միայն Քրիստոսը։ Դրա համար Հիսուս ասում է. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ այս աշխարհից չէ, այս աշխարհը չի կարող տալ ձեզ։ Վերցրեք, տեսեք, ասում է, որպեսզի նախ ձեր սրտերը չխռովեն, հետո դուք չվախենաք։ Այս սա է խաղաղությունը Քրիստոսի բերած, որ մենք չենք վախենում, չենք խռովում եւ համարձակությամբ, վստահությամբ կանգնում ենք Տիրոջ առջև։ Եվ այսօրվա վերջին համարը։ Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով, նեղություններ, որ ձեր փառքն են։ Տեսեք, Պողոս առաքյալը բանտում նամակ է գրում, ասում է, ուստի ուզում եմ, որ երբեք չընկճվեք, որ ես ձեզ համար բանտում եմ։ Այսօր մարդը, որ բանտում է, այսպիսի նամակ կգրի, կասի, որ ես լավ եմ, ուրախ եմ, հանկարծ չնեղվեք, հանկարծ ուրախ կլինեք, կցնծակ, այլ մտածեք Աստծո ամենախոր ճոխությունների, մեծության ու հարստության մասին, այսինքն հավիտենական կյանքի մասին։ Պողոս առաքյալը ինչու է սա գրում Եփեսացին սիրելիներ, որովհետև նեղությունները երբեք պատճառ չպիտի դառնան հուսահատության։ Երբեք պատճառ չպիտի դառնան։ Ցավը երբեք պատճառ չպիտի դառնա, որ դու հուսահատվես ու հուսալքվես, այլ հակառակը պիտի պայքարես։ Ամենամեծ առաքինություններից մեկը, հայրերից մեկն ասում, այն է, որ մարդը իր ցավի մեջ կարողանում է ժպտալ։ Սա ամենամեծ առաքինություններից մեկն է, որ այդ նեղությունը, ցավը քեզ չի կոտրում։ Պողոս առաքյալը ինչու է սա գրում, որ ես բանտում եմ,
Եթե ինքը նեղ սրտ էր, եփեսացիները չէին հավատա, որ այս մարդը իրականում հավատում է։ Մեր սուրբերը, մենք ինչի ենք ամեն օր եկեղեցում սուրբերի մասին խոսում, իրենց կյանքի մասին, որտեղ սա մեծագույն վկայությունն է եւ ընտրությունն է իրենց չարչարանքի նեղության մեջ, իրենք չեն հուսահատվում, այլ հակառակ իրենք մեղքին են հաղթում, անօրենությանն են հաղթում եւ ցույց են տալիս։ Շատ դահիճներ սուրբերի տանջանքները տեսնելով, ինչպես իրենք դիմացել, իրենք են դարձի եկել, իրենք են փոխվել։ Քանի մարդ գնաց Գրիգոր Լուսավորչին բանտ, իրենք դարձի եկան։ Ինչքան մարդիկ ավարարի ճակատամարտից որ գերեվարվեցին, կաթողիկոսը հոգևորականներ, ասում են շատ մոգեր ուղարկեցին բանտ, որպես նրանց կրոնափոխ անեն, գնացին տեսան նրանք էլ են քրիստոնյա դարձել։ Ինչու որտեղ ասում են բանտում երգում էին։ Ուրախ էին բանտի մեջ, ցնծում էին, որտեղ այդ 4 պատերը չէին կարող իրեն զրկել Քրիստոսի սիրուց։ Հիմա երբ որ Պողոս Առաքյալը գրում է իրենց սիրելիներ, ցույց է տալիս, որ այս հավատքը կենդանի հավատք է։ Դուք ուրախացեք, ասում եմ, որ ես ձեզ համար նեղություններ եմ կրում։ Ուրախացեք։ Մի հետաքրքիր պատմություն բանտից պատմեմ։ Մի օր մայրը որդուն նամակ է գրում, որ տղաս ասում է, հայրդ չկա, դու էլ բանտում ես։ Մեր հողամասի մեջ ասում է շատ խոտ է աճել, ես էլ միայնակ չեմ կարող այս հողը վարել, որպեսզի ցանեմ։ Մայրը նամակ է գնում, որ տղան նամակ է գնում, մայրիկ ասում է, խնդրում եմ, այդտեղ ասում է հողամասին հանկարծ ձեռ չտաս, չվարես, որովհետև այնտեղ թաղված շատ թմրանյութ ունեմ պահած։ Հաջորդ օրը ոստիկանները հայտնվում են, ամբողջ այդ հողամասը վարում են, մաքրում են, ոչ մի թմրանյութ չեն գտնում, եւ տղան գրած է, մայրիկ ասում է, ինչով կարողացա քեզ օգնեցի։ Տեսեք, հետաքրքիր բան է, չէ՞ որ Պողոս Առաքյալը բանտում թեև այդպիսի բան չի ասում, բայց ասում ես նեղություն եմ կրում ձեզ համար։ Ձեզ համար, ասում ուրախ եղեք։ Եվ ովքեր են այս եփեսացիները, մեծ մասը աղքատ մարդիկ էին, ստրուկներ էին։ Եվ եթե Պողոս Առաքյալը հուսահատվեր, իրենք էլ կհուսահատվեին։ Այնպես էլ մենք սինի, որ մենք խոսում ենք մի բանի մասին, դու ինքդ պիտի ապրես, որովհետև մարդիկ միշտ պիտի նայեն, մենք ապրում ենք, թե չէ։ Այդ սերը մենք ունենք, թե չունենք, այդ համբերությունը մենք ունենք, թե չունենք։ Եթե չունես, մարդիկ ասեն, էլի դատարկ խոսում է, չեն էլ նայել քեզ։ Ասեն, այս էլ են դատարկ խոսում, որովհետև դու չես կարող խոսել հայրենասիրությունից, բայց դու ճղճի մարդ լինես։ Դու չես կարող խոսել քաջությունից, բայց տեղ եկած տեղը դու թաքնվես։ Դու չես կարող խոսել սրբությունից, բայց դու անսուրբ կյանքով ապրես։ Դրա համար ասում է, ինչ նեղություն որ կրում եմ ես, ձեր փառքի համար է։ Ձեզ համար եմ անում, որ դուք օրինակը տեսնեք եւ բոլոր սուրբերը այսպես են նահատակվել, որ քրիստոնյա եղել եմ, քրիստոնյա կամ եւ քրիստոնյա պիտի մեռնեմ, որ ոչինչ ինձ չի կարող այս հավատքից հեռու պահել, ինչպես որ Պողոս Առաքյալը Հռոմեաց նամակի մեջ գրում է, մեր ժողովուրդն էլ ավարարի ճակատամարտ գրեցին, որ ոչ հուրը, ոչ սուրը, ոչ ջուրը, ոչ կրակ անգամ հրեշտակները մեզ այս հավատքից չեն կարող հեռու պահել։ Այդ հավատքի մասին է, որ Պողոս Առաքյալը բանտում ապրեց, ցույց տվեց, թե ինչքան կարևոր է կենդանի հավատքով հաղթանակ տանել մեղքի եւ մահվան հանդեպ սիրելիներ։ Այսքան այսօր։ Թող Տեր օրհնի բոլորիս խաղաղության մեջ պահի, որպեսզի յուրաքանչյուր մեկս մեր հավատքը այքան կենդանի պահենք։ Ամեն օր այդ հավատքի կանթեղի մեջ ձեր ձեթը լցրեք։ Դա մեր աղոթքներն են, դա մեր բարի գործերն են, մեր առաքինություններն են, եւ այդ ճրակը միշտ վառ պահեք ձեր կյանքի մեջ։ Եվ մեծերից մեկն ասում է, եթե չես կարող ասում է ջահ լինել այս աշխարհում, մի փոքրիկ ասում է կանթեղ եղիր, այդ լույսը, խավար այդ լույսով հեռացրու քեզանից։ Սա շատ կարևոր է, որ թեկուզ այդ կանթեղ ուզենաս լինես եւ ուզենաս, որտեվ նորից եմ ասում, հեշտ չէ քրիստոնյայի համար ապրել իբրև քրիստոնյա, շատ դժվար է։ Բոլոր կողմերից մեզանից ուզում են խլել մեր անմեղությունը, մեր սրբությունը, մեր արդարությունը։ Բոլորն ուզում են մեզ քաշել այդ մեղքի մեջ։ Բայց երբ որ դու այդ լույսը կաս, վառվում ես, այդ քեզ մոտեցողները չեն կարող քո լույսը հանգցնել։ Քեզ կարող են քո կանթեղի մեջ ջուր լցնել, կարող են հող լցնել, բայց այդ կրակը անպայման պիտի վառվի, որովհետև այդ կրակը ինչով է, ով է վառվում, Հիսուս Քրիստոսով։ Եվ Հիսուս Քրիստոսի լույսը անհնար է հանգցնել այս աշխարհի մեջ։ Աստված պահապան բոլորիդ։ Շնորհակալություն սիրել։